Ուտում են, խաղում, հետո քնում։ Գյումրու ժպիտ մանկապարտեզում օրը հենց այսպես է անցնում ամենակրտսեր խմբի երեխաների համար։ 1-ից 2 տարեկան փոքրիկներն արդեն հասցրել են հարմարվել երկրորդ տանը։ Դրանց հետ աշխատում են 5 վերապատրաստված մասնագետներ։ Բոլորն էլ մանկապարտեզում աշխատելու փորձ ունեն, բայց այս տարիքային խմբի հետ աշխատանքը նրանց համար նոր ու յուրահատուկ փորձառություն է։ Իսկ ամենահուզիչը այն է, որ երեխաները նրանց հաճախ դիմում են ոչ թե անունով, այլ ասում են մամա։ Ինձ բոլորս էլ ասում են, բայց երեխաներ, մամա, եկեք ուղղով եք, ասում ենք մամա չէ, ինքեր Ամալիական, ինքեր Արմին է, այդպես, բայց մեկ էլ չենք էլ ասում, որ ասում են մամա այդպես հարազատ ընդունում են մեզ, մենք էլ այդ ադապտացիոն շրջանը ոնց որ իրենց էլ թողնում ենք, որ իրենք ազատ է դիմեն, հետո կհասկանան հաստատ, որ մաման չի։ Վաղ տարիքի այս խումբը գործում է մարտի 2-ից պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Նման խմբեր բացվել են Գյումրու 2 ժպիտ եւ Հուսո Արագաստ մանկապարտեզներում։ Յուրաքանչյուրում ընդգրկված է 15 երեխա։ Ծրագիրը ծննդից մինչև 3 տարեկանների համար է, բայց կոնկրետ այս խումբը 1-ից 2 տարեկան ցաների համար է։ Անցկացվեցին նաև վերապատրաստման դասընթացներ, որին մասնակցեցին մանկապարտեզի տնօրենը, մեթոդիստները եւ խմբի 5 աշխատակիցները։ Բավականին ուսանելի գիտելիքներով զինող վերապատրաստում էր։ Երեխաների եւ նրանց մայրիկների ադապտացիայի փուլը հաղթահարվում է, բալիկները սիրով են հաճախում մանկապարտեզ։ Գույքը պետական բյուջեի միջոցներով է ձեռք բերվել, ինչ անհրաժեշտ է ամեն ինչ շատ որակյալ, նրբաճաշակ, հարմարավետ, անվտանգ օգտագործման համար տրամադրվել է գույքը, խաղալիքներ է քնվել, սպասք, մաքրության պարագաներ, ինչ անհրաժեշտ է, որ այդ խմբում լինի, որ աշխատանք սկսվի։ Ամեն ինչ տրամադրվել է, աշխատավարձներն էլ աշխատակազմի նորից պետական բյուջեի հաշվին, միջոցների հաշվին պետք է լինի։ Վաղ մանկության տարիքի 2 խումբ է բացվել նաև Երևանում, մեկը Հրազդանում։ Առաջիկայում նախատեսվում է եւս 2-ը բացել Երևանում, 2-ն էլ Վանաձորում։ Համայնքային նախադպրոցական հաստատություններում վաղ տարիքի երեխաների խմբեր բացելու պահանջը սահմանված է կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով։ Նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով այս տարիքային խմբի ծառայության հասանելիություն ապավել բոլոր խոշորացված համայնքներում։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր